Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև Իսրայելը ունեն տեխնոլոգիաների այն հնարավորությունը, որ ստեղծեն նմանատիպ հրթիռներ անօդաչու, հետագայում այդ անօդաչու հրթիռներով հարված հասցնեն այլ երկրներին, որպեսզի իրենց ներքաշեն Իրանի դեմ այս պատերազմի մեջ։ Եվ այստեղ մենք նաև պետք է հաշվի առնենք այդ թուրքական գործոնը, որը արկա է Իրանում, այսինքն Թուրքիային եւ Ադրբեջանին փորձ է արվում ներքաշել այս պատերազմի մեջ, որպեսզի օգտագործվի այդ ներքաղաքական թուրքական գործոնը եւ Իրանը փորձել պայթեցնել հենց ներսից, որովհետեւ ինչպես մենք տեսնում ենք, արդեն մոտավորապես 1 շաբաթ է հարվածները հասցվում են Իրանին, բավականին ծանր հարվածներ են, բայց այնուամենայնիվ Իրանի իշխանությունները պինդ են մնում, ներքաղաքական իրավիճակը կարելի է ասել, որ ստաբիլ է Իրանում եւ այն սպասելիքները, որ ունեին Իսրայելն ու Միացյալ Նահանգները, չեն իրականացվում ամբողջությամբ։ Դրա համար հենց դա է պատճառը, որ շարունակվում են այս ռմբակոծությունները Իրանի տարածքի ուղղությամբ։ Հետաքրքիր է նաև հետևյալ փաստը, չի բացառվում, որ հենց ադրբեջանցիներն են, որոնք եւս կարող էին ունենալ այս անօդաչու հրթիռները, իրենք են հենց հասցրել այդ հարվածները Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի սա որպես առիթ հետագայում օգտագործեն եւ ինչպես դա մամուլում այսօր նշվում է, բանակը մարտավարությունը առաջին աստիճանի հասցնել, այսինքն ներքաշեն զորքերը տարբեր ուղղություններից դեպի Իրանի սահման եւ պատրաստ լինեն, թե եթե սցենարները այնպիսի զարգանան, իրողությունը այնպիսի զարգանա, որ Իրանը թուլանա ներսից այս ռմբակոծություններից հետո, ապա Ադրբեջանն ու Թուրքիան փորձեն օգտվել ստեղծված իրավիճակից եւ չի բացառվում, որ փորձ արվի ինչ-որ օրինակ բուֆերային գոտի ստեղծել Իրանի տարածքում։ Իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ բուֆերային գոտի ասելով ստացվում է, որ օկուպացվելու են հատկապես այն տարածքները, որտեղ մեծ թվով ապրում են թուրքալեզու ժողովուրդները։ Ստեղծված իրավիճակում իհարկե Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է բավականին ուշագրավ հետևեն այս իրադարձություններին, որպեսզի պատրաստ լինեն բոլոր ռիսկերի, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, որովհետև չի բացառվում, եթե փորձ արվի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ինչ որ իրավիճակ ստեղծվելուց հետո ներքաշվել ուղիղ պատերազմի մեջ Իրանի հետ եւ այդպես կոչված այդ բուֆերային գոտին ստեղծել, ապա ստացվում է, որ Հայաստանը կկորցնի եւս մեկ սահման, ընդհանուր առմամբ ստացվում է, որ մենք կունենանք ընդամենը մեկ սահման, դա Վրաստանի հետ սահմանը, ինչը շատ ռիսկային է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար բոլոր տեսանկյուններից, տնտեսությունից սկսած մինչև քաղաքականությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Կարծում եմ, որ այդպես կոչված այդ թիպ նախագծի իրականացման հետ կապված Հայաստանի Հանրապետությունը եւս պետք է սպասողական դիրքորոշում զբաղեցնի, որովհետեւ մենք տեսնում ենք ինչպես են Իրանը հարվածներ հասցնում բոլոր ինֆրաստրուկտուրային արաբական երկրներում եւ կապ չունի դա ռազմական ինֆրաստրուկտուրա է, թե տնտեսական է, որոնք գտնվում են ուղիղ կամ անուղիղ վերահսկողության տակ Միացյալ Նահանգների եւ նույնը սպասում է, կարծում եմ մեզ, եթե պատկերացնենք մի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունում ասում է այս ծրագիրը, իրականացում է այս ծրագիրը եւ այդ թրիպն է անցնում, որը գտնվելու է Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, մենք եւս հայտնվելու ենք ռիսկային իրավիճակում եւ չի բացառվում, որ Իրանը կարող է հարվածներ հասցնել նաեւ այդ ինֆրաստրուկտուրայի ուղղությամբ, որը նաև վնաս կարող է հասցնել տեղի բնակիչներին Հայաստանի Հանրապետության, որպեսզի նման իրավիճակ չստեղծենք, այս պահին ես կարծում եմ, որ ճիշտ կլինի սպասողական դիրքորոշում զբաղեցնել եւ չշտապել այդ ծրագիրը իրականացնելու հարցում։